Ողջույն Արագի նյուզի սիրելի հետևորդներ, եթերում ըստեյությանն է, մեր տաղավարում այսօր հյուրընկալել ենք կրթության փորձագետ Հայ-ԱՔՖ միավորման անդամ Ատոմ Մխիթարյանին։ Բարև ձեզ, պարոն Մխիթարյան, շնորհակալ ենք հրավեր ընդունելու համար։ Պարոն Մխիթարյան, երեկ Հայաստանում նշվում էր ուսուցիչների տոնը, շատ պաշտոնյաներ այսպես շնորհավորական ուղերձներ հղեցին, տպավորություն է, որ ուսուցիչներին գնահատում է մեր պետությունը, սակայն զուգահեռ իրականության մեջ տեսնում ենք, որ Հայաստանը տարածաշրջանում ուսուցիչներին ամենակիչ վարձատրող պետությունն է։ Նրա ուսուցիչները 6 անգամ ավելի ցածր են վարձատրվում, քան պարեկները։ Ինչով եք բացատրում նման վերաբերմունք ուսուցիչների հանդեպ եւ ինչ հետևանքներ կարող է սա ունենալ։ Այո, ճիշտ եք ասում, որ երեք ուսուցչի օրներ, ընդ որում դա նշվում է ոչ միայն Հայաստանում, այլ աշխարհի շատ երկրներում, եւ դա արդեն ֆիքսված օր է, որովհետեւ ինչ եմ ասում, որովհետեւ շատերը մտածում են, որ դա հոկտեմբերի առաջին կիրակին է, ինչպես խորհրդային ժամանակ նշում էին, հոկտեմբերի առաջին կիրակին որպես ուսուցչի օր, հիմա ուղիղ հոկտեմբերի 5-ն է, անկախ նրանից թե դա շաբաթվա որորն է, եւ տարբեր երկրներում նշում են։ Եվ երկրորդ բանն է, որ ասացիք, էլի իրավացեք, որ ուսուցիչները գնահատվում են Հայաստանում, բայց բառերով, որովհետև իրականում, այո, ճիշտ նկատեցիք, ուսուցիչները բնավ գնահատված չեն։ Եթե համեմատում ենք ուսուցիչների, ուրեմն հասարակության մեջ ունեցած դիրքը, օրինակ սրանից 20, 30, 50 տարի առաջ եւ հիմա, այն մեր ծնողները, մեր պապերը կհաստատեն, որ սարի ձորի տարբերություն կա։ Եվ այս ամբողջը գալիս է հենց այն հասարակական արժեքների տրանսֆորմացիայից, որ հիմա տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում, երբ որ ինչ որ օրինակ սրանից 7 տարի առաջ, նկատի ունեմ 2018 թվականը, 7 տարի առաջ լավն էր, հիմա վատ է, եւ այն ինչ որ սրանից 7.5 տարի առաջ վատն էր, հիմա լավ է։ Եվ քանի որ դրանից առաջ ուսուցիչը լավ բան էր եւ շատ մեր երիտասարդներ, շրջանավարտներ, որոնք ավարտում էին դպրոցը, ցանկություն էին հայտնում եւ գնում էին այդ մասնագիտությունը ընտրելու, մանկավարժական բուհերում միշտ մրցույթ էր լինում, հիմա հակառակն է, որովհետեւ շատերը այլևս չեն ուզում դառնալ եւ հիմա մեծ դեֆիցիտ կա արդեն Հայաստանի Հանրապետությունում ուսուցիչների, ահա այսպիսի վիճակ։ Այսպիսի գնահատանք։ Այո։ Եվ չնայած ուսուցիչների դժգոհություններին ԿԳՄՍ նախարարությունը պնդում է, որ կամավոր ատեստավորումը ուսուցչի զարգացման համար է։ Նպատակ ունի ուսուցչի զարգացման, ավելի պարբերաբար թվեր են հրապարակում, որ ուսուցիչները բարձր աշխատավարձ են ստանում, խոսքը օրինակ 4-ից 500.000 դրամի մասին է։ Դուք ձեր հերթին բազմիցս նշել եք, որ գործընթացը ձևական բնույթ է կրում։ Ինչն է դա ձևականացնում, ինչ խախտումներ կամ խութեր եք նկատել այս փոփոխություններում եւ ինչպես են դրանք անդրադառնում ուսուցիչների մոտեցումներին։ Շնորհակալություն, որ այս հարցնել ենք քննարկելու եւ ելի եկեք սկսենք պատմությունից, որպեսզի մարդկանց մոտ հիշողությունը թարմացնենք, տեսնենք ինչից եկավ ընդհանրապես այդ այսպես ասած կամավոր ատեստավորման միտքը։ Ուրեմն սրանից 5 տարի առաջ խոսվում էր այն մասին, որ ուսուցիչների աշխատավարձերը մնացել են նույն մակարդակին, տարիներ շարունակ, գուցե տասնյակ տարի շարունակ, բայց օրինակ գնաճ է տեղի ունեցել Հայաստանում ապրանքների գները եւ մյուս բնակավարներում աշխատավարձերը բարձրացել են եւ անհրաժեշտություն կար որոշակի առումով գոնե հավասարեցնել այդ գնաճին կամ մյուս խավերի ստացած աշխատավարձին ուսուցչի աշխատավարձը բարձրացնել։ Ընդ որում այն ժամանակ, երբ որ խոսակցությունները սկսվեցին, խոսվում էր այն մասին, որ առնվազն 50%-ով ուսուցիչների աշխատավարձը համատարած պետք է բարձրացվի։ Ուրեմն հետո այս կառավարությունը մտածեց, որ այդքան գումար որտեղից վերցնենք, ասենք պարգևավճարներից վերցնենք, գուցե չարժի պարգևավճարներին ձեռք տալ, կամ գուցե ուժային կառույցներից վերցնենք, որոնք գիտեք, այդ կառավարության ղեկավարին պաշտպանում են, չէ, ասենք A կետից B կետը գնալու, մեկ հոգի երբ որ գնում է, ասենք անգամ 3-0 պետք է կողքը ավելացնես, այսինքն 1000 հոգի պետք է նրան պաշտպանի, որ այս կետից գնա մյուս կետը, ուրեմն նրան էլ չարժի ձեռք տալ, ինչ մտածենք, ինչ չմտածենք, ու այդ ժամանակ գաղափար է առաջանում, ինչ որ մի ֆոկուս մտածենք, որ ոչ բոլորի աշխատավարձերը բարձրացնենք, եւ այդ ֆոկուսի անունը հենց
ուրեմն կամավոր ատեստավորում է։ Ուրեմն որոշեցին ինչ որ քննություններ անցկացնել ուսուցիչներին եւ տեսնել թե ով ինչ գիտելիք ունի, մնացորդային ընդ որում, որովհետեւ բազմաթիվ անգամ հայերեն բենց բազում բառը կա է, 1000 անգամ ասել ենք, բայց մեկ անգամ էլ ասենք, որ այդ ատեստավորումը եւ ատեստավորման ընթացքում ուսուցչի գիտելիքների ստուգումը ընդհանրապես որևէ կապ չունի ուսուցչի աշխատանքի հետ, չէ՞, որովհետեւ ուսուցիչը գիտելիքներ փոխանցող է եւ ոչ թե գիտելիքները ի ցույց դնող, ուսուցիչը նաեւ մեթոդաբանություն կիրառող է, որպեսզի այդ գիտելիքները համապատասխան ձևով հասնեն նոր սերունդին եւ նրա մոտ ձևավորեն համապատասխան ոչ միայն գիտելիքներ, այլ նաեւ հմտություններ եւ կարողություններ։ Ուրեմն վերցրեցին եւ մեխանիկական, որովհետեւ շատ բան մտքի թռիչքը նրանց թույլ չի տալիս։ Ուրեմն վերցրեցին եւ մտածեցին եկեք քննություն կազմակերպենք թեստերի ձևով եւ սկսեցին այդ գործընթացը։ Հիմա ուրեմն Հայաստանում ուսուցիչների թիվը մոտենում է 40,000-ի, եթե հաշվի ենք առնում նաև արվեստի դպրոցներ, սպորտի ուսուցիչներ, հանրակրթության ոլորտը մնացածը, բայց այս պայի դրությամբ պաշտոնական տվյալներով 6,000-ի մոտ ուսուցիչ է, որ այդ 4 տարվա ընթացքում անցել է այդ գործընթացով։ Ընդ որում նրանց ոչ բոլորին է հաջողվել համապատասխան շեմը հաղթահարել եւ օրինակ աշխատավարձը բարձրացնել, ինչպես մյուսներն են ասում։ Շատերը ընդհանրապես հրաժարվել են։ Եվ ստացվում է, որ այո, այս ձևական գործընթացը հնարավորություն տվեց այսօրվա վարչախմբին ինչ որ մի բան ցույց տալ թե անում է, բայց իրականում ինչպես ասում են, մեջը փուչ է։ Այսինքն իրականում որևէ բան դա ուսուցիչներին չի տալիս։ Այսպեսի իրավիճակ, ինչպես դուք եք ասում, այսպեսի բարեփոխումներ, որոնք մտածեցին եւ հիմա էլ կարծես թե ընթացքի մեջ են։ Բայց նորից ասեմ, որպեսի միտքը ամփոփենք, ուրեմն ուսուցիչների աշխատավարձերը, եթե ոչ 2 անգամ այս պայի դրությամբ, առնվազն 70-80%-ով պետք է համատարած բարձրացվի, որպեսի կարողանանք հասկանալ, որ ուսուցիչները հատկապես եւ այդ մտավոր աշխատանքով զբաղվող մեր միջին օղակը, այն մարդիկ են, որոնք պետք է որոշակի դերակատարություն ունենան նոր սերունդի զարգացման, նոր սերունդի ձևավորման գործում, որովհետեւ առանց նրա դա անհնար է անել, բայց այդ չնչին խղճուկ, ինչպես ասում են աշխատավարձով, դա չենք կարող անել։ Եվ դրա համար ես մտածում եմ, որ հաջորդ կառավարությունը, որը առաջիկա ընտրություններից հետո Հայաստանում կձևավորի կառավարությունը, նրա առաջին քայլերից մեկը պետք է լինի ուսուցիչների աշխատավարձի բարձրացումը։ Կրթության ոլորտում բարեփոխումները ամենից շատ են քննադատվում եւ դուք էլ ձեր հերթին առիթներ ունեցել եք հայտարարելու, որ այդ բարեփոխումները ամենից ավելի շատ խառնաշփոթ են առաջացնում, քան լուծումներ։ Ինչու են ԿԳՄՍՆ բարեփոխումները նման ճակատագրի արժանանում եւ ընդհանուր առմամբ այս ամենն ինչպես կարող է անդրադառնալ կրթության մակարդակի վրա։ Այո, ես մի քանի անգամ համեմատություն եմ արել, թե այդ բարեփոխումները ասածը ինչի են նման, դա նման է կարկատանների, երբ որ օրինակ հերթական պաշտոնյան կամ որոշում կայացնողը, որը կրթության ոլորտում ընդհանրապես կարող է հետագից չունենալ, ընդհանրապես գիտելիքներ չունենալ եւ նրա առաջ դնում են ինչ-որ խնդրեմ եւ ասում են այս խնդրեմը լուծի, այդ խնդրեմը լուծելու համար, այդ խնդիրը լուծելու համար այդ պաշտոնյայի մտքով անցնում է ինչ-որ մի գաղափար եւ այդ գաղափարով նա կարկատում է, այսպես ասած, այդ բարեփոխումների պարկը։ Հետո գալիս է մեկ ուրիշը, որովհետև այդ ամբողջական լուծում չի, չէ, որովհետև բազմաթիվ անցքեր կան եւ ամեն մեկը պահանջում է որոշակի մոտեցում, որպեսզի այդ լուծումը լինի։ Հաջորդ մեկն է գալիս եւ հաջորդ կարկատանն է անում, հետո պարզվում է, որ այդ երկու կարկատանն էլ լավը չեն եւ երկուսի համար էլ մի հատ նոր մեծ ավելի կարկատան պետք է անել եւ մեր կրթության ոլորտի բարեփոխումների այդ պարկը մի կարկատած պարկ է, տարբեր գույների, տարբեր ոճերի, տարբեր մտածողության եւ սա է այդ պատճառը, հիմնական պատճառը, որ քաոսային իրավիճակ է ստեղծվում մեզ մոտ կրթության համակարգում։ Ուսուցիչները չեն պատկերացնում, ասենք տրամաբանական կապ չկա, օրինակ, իր գործառույթների մեջ ինչը պիտի մտնի, որովհետեւ նրանք յուրաքանչյուր օր կարող է ստանան, այսպես ասենք, վերևից որոշակի հրաման, թե հիմա օրինակ պետք է էլեկտրոնային մատյանը այսպես լրացնել, բացակայությունները այսպես դնել,
մտածել եւ իրականացնել դասերի պլան, հետո դասալուսումներ կազմակերպել, հետո գնալ վերապատրաստումների, որ ինչ լինի, էլի, անհասկանալի է, որովհետեւ տրամաբանական շղթան ընդհատված է եւ այդ դրվագային լուծումները ավելի բարդացնում են կրթության ընդհանրապես համակարգի վիճակը եւ սա է պատճառը որ բազմաթիվ մասնագետներ ասում են որ կրթության ոլորտում այսպիսի բազմաթիվ եւ բազմապիսի փոփոխությունները բնավ լավ բանի չեն բերում են ընդհակառակը ավելի դեգրադացիայի, որը մենք ամեն օր մեր շրջապատում տեսնում ենք, բերում են կրթության որակի անկման, բերում են կրթության արժեզրկման Պարոն Մխիթարյան, գիտեք, բոլոր նոր դասագրքերում առկա են QR կոդեր, նույնիսկ այբենարանից հեռացվել է Մեսրոպ Մաշտոցի նկարը եւ աշակերտները կարող են դա տեսնել դարձյալ QR կոդի միջոցով, սակայն Երևանի քաղաքապետարանն էր որոշել է դպրոցներում արգելել բջջային հեռախոսների օգտագործումը։ Ձեր գնահատմամբ ինչու է Տիգրան Ավինյանը որոշել այսպես ասած պատերազմ հայտարարել Շաննա Անդրեասյանին եւ այս իրավիճակում աշակերտները ինչպես են կարողանալու լիարժեք մասնակցել դասապրոցեսին եւ կարողանալ օգտվել օրինակ այն ծրագրից, որը նախատեսված է QR կոդով։ Այո, իրավացի եք, այստեղ մի քանի բան կա ըստ էության իրար խառնված։ Առաջինը, ինչ է նշանակում, որ դասագրքերը, այդ թվում նաև օրինակ առաջին դասարանի այբենարանը պիտի ունենա ինչ-որ կոդեր, ինչ-որ կապ ինտերնետի հետ, հասկանում եք, իհարկե բոլորս հասկանում ենք, որ 21-րդ դարն է դրսում եւ որոշակի տեխնոլոգիաներ հատկապես կրթության մեջ պետք է օգտագործել, բայց օրինակ QR կոդի տակ դնել Մաշտոցին, դա կարծես ծաղր լինի, հասկանում եք, որովհետեւ այդ մարդիկ, որոնք այդ գործը արել են, պետք է հասկանան, որ Հայաստանում համակարգչի եւ ընդհանրապես սմարթֆոնի հասանելիություն ոչ բոլորը ունեն։ Ինտերնետի հասանելիություն լավագույն դեպքում 80%-ի է ձգտում Հայաստանում, որ տնային տնտեսությունները ունեն։ Իսկ այդ տարիքի երեխաները առավել եւս ով է տեսել, որ առաջի դասարանցին պիտի ունենա խելացի հեռախոս եւ պլյուս ինտերնետ։ Ոչ ոք այդ հնարավորությունը չունի։ Հասկանում եք, սա առաջին բանը, այսինքն պետք է դրանք գոնե տարական դասարաններում չլինեն։ Եվ այս ուղիով է գնացել նաև բազմաթիվ զարգացած երկրներ, օրինակ նրանք նաև օրենսդրություն ունեն, օրինակ դուք երբեք չեք տեսնի Չինաստանում տարական դասարաններում, որպեսզի երեխաները հեռախոսներից օգտվեն դասի ժամանակ։ Նման բան չկա։ Նրանք կարող ընդ որում ընդհանրապես օգտագործումը հեռախոսների սահմանափակված է, օրինակ մինչև 10 տարեկանում նրանք օրական կարող են օգտագործել 15-20 րոպե, միջին դասարաններում մի քիչ ավելի երկար եւ այլն։ Իսկ Հայաստանում տեսեք ինչ է տեղի ունենում։ Ուրեմն կրթության ոլորտի հետ ըստ էության ուղղակի կապ չունեցող մեկը Պաշտոնյան, ի նկատի ունեմ Երևանի քաղաքապետ, ուրեմն նա սկզբից ասում է, որ եկեք ինչ անենք, ուրեմն 15 րոպե դասերը շուտ սկսենք, որպեսզի խցանումներ չլինի։ Բայց բոլորս տեսնում ենք, որ այդ խցանումները ավելի շատանում են, եւ դա ըստ էության նրա գործը չի, էլի։ Երկրորդ նա ասում է, եկեք կարմիր գծերի գինը թանկացնենք, որպեսզի Երևանի կենտրոնը բեռնաթափվի եւ տեսնում ենք որ հակառակն է լինում Երևանի կենտրոնը հիմա ավելի շատ ծանրաբեռնված է քան այն ժամանակ երբ որ կարմիր գծերի գինը այդքան բարձր չէր եւ հիմա այս նոր առաջարկությունը ինչի համար եմ ասում առաջարկությունը շատ լավն է հաշվի առնելով նաեւ միջազգային փորձը որ պետք է սահմանափակել իսկապես երեխաների կողմից օգտագործումը բայց ով ասի դրա մասին հասկանում եք կամ մարդ որը պիտի այդ առումով ոլորտի պատասխանատուն լինի հետազոտության արդյունքներ ձեռքի տակ ունենա այլապես դա արժեզրկվում է ինչպես հիմա է տեղի ունենում այսինքն կարևորը թե ով է ասում այդ առաջարկը եթե այդ մարդը որևէ հետագից չունի եւ որևէ կապ չունի ոլորտի հետ նրա ասածը արժեզրկում է նույնիսկ լավ գաղափարը ինչի հետ մենք գործ ունենք հենց հիմա Վերջին տարիներին թարմացվում է նաև ուսուցիչների կազմը եւ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է, որ ընդունվել է ավելի քան 3000 ուսուցիչ, որոնց 56%-ը գյուղական դպրոցներ։ Ինչ խնդիրներ են նրանց սպասում տեղում, ենթակառուցվածքային, մեթոդական եւ մասնագիտական առումով եւ ամենակարևորը, ինչ միջոցներ պետք է ձեռնարկվեն, որպեսզի վերջիններս չլքեն կրթական համակարգը։ Ուրեմն այս մեր կառավարությունը թվերը միշտ հակառակ կողմից է օգտագործում։ Լավ, հասկացանք 3000։ Հիմա եկեք հարց տանք, թե Հայաստանի դպրոցներում քանի թափուր ուսուցչի տեղ կա։
պարզվում է, որ 1000-ից ավելի թափուր ուսուցչի տեղ կա հիմա։ Եվ շատերը ուղղակի դպրոց չեն գնում։ Ինչի համար չեն գնում, որ աշխատելու դպրոց։ Չեն գնում, որովհետև աշխատավարձ չկա, չեն գնում, որովհետև սոցիալական համապատասխան առավելություններ չունի ուսուցիչը։ Նույնիսկ այն մարդիկ, որոնք գնում են բուհեր եւ ընդունվում են մանկավարժական մասնագիտություններով, որպեսզի բարձրագույն կրթություն ստանան, նրանք ավարտելուց անմիջապես հետո խուսափում են դպրոց գնալուց, որովհետեւ որևէ պարտավորություն նրանք չունեն։ Հասկանում եք, սա է իրավիճակը։ Իսկ ինչ մնում է, որ դպրոցներում ուրեմն երիտասարդ, դե իհարկե պետք է գնան երիտասարդները, որովհետև սերնդափոխություն պիտի լինի։ Բայց եկեք հիշենք, որ միաժամանակ մեկ գրիչի հարվածով սրանից նախանցած տարի մեկ գրիչի հարվածով 1300 ուսուցիչ ուղղակի կրթական համակարգից դուրս մնաց։ Ուսուցիչներ, որոնք ունեին հատկապես տարրական դպրոցի նրանք դասղեկներ էին, դասվարներ էին, աշխատանքի ուսուցում մնացած, այսինքն ոչ բնագիտական, հասարակագիտական այդ մասնագիտությունները, որոնք ընտրում են մեր շրջանավարտները, երեխաները հետո ուսումը շարունակելու համար։ Այդ ուսուցիչներին վերցրեցին դուրս թողեցին դպրոցից մի պատճառով, որ նրանք չնայած որ ունեին որոշ մարդիկ, ասենք 20-30 տարվա աշխատանքային ստաժ, տարբեր տարիներին ուրեմն կյանք էին բաց թողել մեր լավագույն շրջանավարտներին, որովհետև չունեին բարձրագույն կրթության դիպլոմ։ Եղավ, բայց եկեք հարցնենք, կառավարությունում ես գիտեմ վստահաբար մեկը, որը բարձրագույն կրթության դիպլոմ չունի, ուրեմն նրան չի վերաբերվում, որ նա կարող է պարտադիր չէ։ Այո, կամ մեկը, որը ընդհանրապես բարձրագույն կրթություն էլ չունի եւ հիմա հավակնում է ազգային ժողովում հանձնաժողովի նախագահ դառնալ։ Տեսեք, ուր ենք հասել էլի, եւ ուսուցիչ, նորից եմ ասում, որը բազմաթիվ նրանց տարիքի չափ ստաժ ունեն, հասկանում եք, նրանց թողում են բաց դուրս են թողում կրթական համակարգից, փոխարենը առաջարկելով, ինչպես ասում են, ոչինչ, որովհետև միանգամից 1000 մարդ որտեղից ես գտնելու, որ նրանց փոխարինեն։ Եվ շատ մեր երեխաներ, հատկապես բարձր լեռնային, հատկապես սահմանամերձ գյուղերի դպրոցներում ուղղակի ուսուցիչ չունեն, Եվ շատ երեխաներ որոշ առարկաներ ուղղակի չեն ուսումնասիրում եւ չեն անցնում այդ առարկաները։ Մենք ինչ ենք անում, մենք ըստ էության գլխատում ենք մեր կրթության համակարգը այս մոտեցումով, որոնք նորից եմ ասում, ամեն մեկը մտածում է, նայում է իր ոչ թե պատուհանից, այլ պատուհանի վրա բացված ինչ որ ճեղքից, այսինքն ինչքանը նա տեսնում է, փորձում է դրա մասին խոսել եւ դա, այսպես ասած, հանրայնացնել, բայց համընդհանուր, այսինքն այդ խորապատկերը տեսնող, որոշում կայացնող մենք Հայաստանում չունենք կրթության ոլորտում։ Եվ սա է պատճառը, որ հետևանքները ակնհայտ են։ Էլ չասենք, որ Հայաստանը էլ երբեք չի կարող համեմատվել իր հարևանների հետ կրթության որակով, գրագիտության մակարդակով, որը ոչ միայն ցավալի է, այլ ամոթ է։ Դուք էլ արդեն ձեր խոսքում անդրադարձաք եւ մյուս կողմից կարծես գյուղական դպրոցները դեռևս շարունակում են մնալ կրթական երկրորդ շերտում։ Կառավարությունն ու ԿԳՄՍ նախարարությունն այս առումով ինչ պետք է անեն, որպեսզի մարզերում եւս կրթության որակը զգալիորեն բարելավվի։ Ուրեմն կրթությունը սիրում է արդարություն եւ հավասարություն։ Հիշենք բոլոր այլ նախորդ դարի մեր մեծ գիտնականները, մեծ մտավորականները, նրանց զգալի մասը, կարող եմ ասել գրեթե բոլորը, իրենց ակունքներում ունեն հենց այդ միջավայրը, գյուղական միջավայրը, նրանց ծնողները շատերի օրինակ գրագետ չեն եղել, բայց հայ ընտանիքի մոտ միշտ եղել է այդ ցանկությունը, ձգտումը, որպեսզի իրենց երեխան ունենա լավ կրթություն, հետո լավ բարձրագույն կրթություն եւ հետո այդ սոցիալական սանդղակով վեր բարձրանա որպես լավ մտավորական, լավ գիտնական։ Մեր բոլոր գիտնականները հենց այդ ուղիով են գնացել, հասկանում եք, եւ հիմա մենք եւ դա այն պատճառով, որ կրթության մեջ մենք ունեցել ենք իսկապես արդար համակարգ եւ հավասարություն, անկախ նրանից երեխան ինչպիսի ընտանիքից էր գալիս դպրոց, նրանց բոլորի համար հավասար պայմաններ էր ստեղծվում։ Եվ այն ընտանիքից վատ, սոցիալապես վատ ընտանիքից եկող երեխան ձգտումների առումով ավելի մեծ է ունենում ձգտումները։ Նույնը մենք կարող ենք ուսանողական շրջանում տեսնել։ Օրինակ իմ լավագույն ուսանողը մարզից եկած երեխաներն են իսկապես։ Եվ հիմա ինչ ունենք, հիմա ունենք էական անհավասար պայմաններ։ Երբեք չի կարող
ուրեմն գյուղում ապրող ընտանիքի երեխան այլևս ստանալ այնպիսի կրթություն, ինչպիսին նա կուզեր կամ նրա ծնողը կուզեր, որովհետև այդ պայմանները Հայաստանում ցավոք սրտի արդեն ոչնչացված է։ Եվ պարոն Մխիթարյան, վերջերս ընդունվեց բարձրագույն կրթության եւ գիտության մասին նոր օրենք, որով գիտության տեխնացուները մեկ գիշերում իրենց կոչումները բարձրացրեցին, այո, դառնալով դոկտորներ, սակայն գիտությունների դոկտորներն էլ հետ ընթաց ունեցան եւ դարձան դոկտորներ։ Բացի այդ նաեւ վերածվում են պրոֆեսորի եւ դոցենտի գիտական կոչումները։ Ինչպես է գնահատում այս փոփոխությունները, դրանք ինչպես կազդեն կրթության բարձրագույն կրթության որակի վրա այս դեպքում։ Ուրեմն այո, իսկապես, տեսեք, այս օրենքը սկսեց մշակվել 2015 թվականից, եթե չեմ սխալվում, այսինքն դեռևս նախորդ իշխանությունների ժամանակ, եւ դրա փոփոխությունները կամ նոր օրենքի պահանջը իսկապես կար, որովհետև այն օրենքները, որոնք գործում էին, դրանք դրանից առաջ 15-20 տարվա պատմություն ունեին, իսկ հասարակական հարաբերությունները Հայաստանում էապես փոխվել էին, բայց օրենքում արտահայտված չէր։ Հասկանում եք, հիմա մի անգամ այդ օրենքը ընդունվեց, հետո Հայաստանի Հանրապետության նախագահը չստորագրեց, որովհետև նախորդ նախագահի մասին եմ ասում Արմեն Սարգսյանի, որովհետև նա ինքը մտավորական էր եւ ինքը համասարանական շրջանակներից էր եկել եւ հասկացավ, որ այնտեղ կան որոշակի դրույթներ, որոնք համանդրական ճանաչվեց այդ դրույթներով, որոնք հետ գնաց վերամշակման, որպեսզի նորից գա եւ անցնի։ Հիմա անկախ այն բանից, որ որևէ բան հաշվի չառան, այն նախորդ փոփոխությունները, որ առաջարկվում էր անեին, ավելի վատ օրենք բերեցին, մի շնչով ընդունեցին հիմա ազգային ժողովում, բայց այն պահին, երբ որ մենք հիմա ձայնագրում ենք այս մեր հաղորդումը, դեռևս օրենքը չի ստորագրվել նախագահի կողմից։ Եվ առիթը օգտագործելով սրանից մեկ շաբաթ առաջ արդեն մի քանի մտավորական դասախոսներով, որոնք ունեն եւ գիտնականներով, որոնք ունեն գոնե օրենքների հետ առնչվելու փորձ, դիմել ենք Հայաստանի նախագահին եւ դրա մասին ես հիմա առաջին անգամ բարձրաձայն ասում եմ, որպեսզի նա այս օրենքը չստորագրի եւ բերել ենք առնվազն 4 կետ, որոնք հակասում են գործող սահմանադրությանը։ Եթե նա ականջալուր լինի եւ չստորագրի, պիտի ուղարկի սահմանադրական դատարան, որպեսզի սահմանադրական դատարանը ստուգի արդյոք այս օրենքը համապատասխանում է գործող սահմանադրությանը եւ վստահ եմ, որ այն եւս չի համապատասխանում, որովհետեւ աղաղակող թերություններ ունեն։ Եվ դրանցից են մասնավորապես Գիտությունների ազգային ակադեմիայի դերը, որ գրեթե հավասարվեց 0-ի, նրանից պոկեցին գիտական կազմակերպությունները, գիտական աստիճանները ըստ էության հավասարեցրեցին իրար, հենց այդպես էլ գրված է, որ հավասարեցվում են եւ գիտությունների տեխնացուն եւ գիտությունների դոկտորը ուղղակի դոկտորի աստիճանի, գիտական կոչումների անունները ընդհանրապես դուրս են եկել օրենքից, ընդհանրապես դուրս են եկել եւ չգիտես ինչ կլինի, երևի մոռացել են գրեն, ընդ որում ասեմ, որ օրենքի մշակման փուլում միայն 50 քանի էջանոց առաջարկություններ Գիտությունների ազգային ակադեմիան էր ներկայացրել եւ ձեր կարծիքով դրանցից քանիսը հաշվի առան 0 ոչ մի առաջարկություն հաշվի չի առնվել երբ որ գրավոր տվել են իսկ երկրորդ փուլում երկրորդ ընթերցման ժամանակ քննարկումների ժամանակ որոշակի փոփոխություններ իհարկե արվեցին բայց էական որևէ բան չեղավ այդ օրենքը վստահ եմ որ օրենքը որևէ լավ բանի չի հանգեցնելու որովհետև մակարդակի առումով շատ ավելի ցածր մակարդակի օրենք է մշակված եւ հուսամ որ ամեն դեպքում նախագահը չի ստորագրի հնարավոր համարում եք որ նախորդ ճակատագրին կարժանա այո հնարավոր համարում եմ որ նախագահը չի ստորագրի եւ ամեն դեպքում գոնե սահմանադրականությունը ստուգելու համար կուղարկի սահմանադրական դատարան այն ժամանակ մենք գործ կունենանք սահմանադրական դատարանի հետ բայց հայաքվեի վարչության նիստերի ժամանակ քննարկում ենք մենք ունեցել եւ մտածում ենք որ եթե նույնիսկ այս փուլով չանցնի եւ ամեն դեպքում օրենքը ուժի մեջ մտնի մենք փորձելու ենք մեր падգամավոր գործընկերների միջոցով դիմել նորից սահմանադրական դատարան եւ այդ ժամանակ մեզ հարկավոր կլինի ազգային ժողովի падգամավորների 1/4 ստորագրությունները, որը վստահ եմ, որ ընդդիմությունը կտա եւ կփորձենք վիճարկել ամեն դեպքում օրենքը սահմանադրական դատարանում։ Ասեմ, որ սա իսկապես մարդիկ պիտի գիտակցեն, որ այդ օրենքը
դրական որևէ փոփոխություն չի բերելու եւ ավելի լավ է նորից եմ ասում, այս ավելի վատ վատ օրենքները, որոնք գործող են մնան, քան թե այդ օրենքը գա եւ փոխարինի այդ օրենքների փաթեթին, որը առաջարկվում։ Շնորհակալ եմ պարոն Մխիթարյան հետաքրքիր զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Սիրով։ Իմ հյուրն էր կրթության փորձագետ Հայաքվե միավորման անդամ Ատոմ Մխիթարյանը։ Կհանդիպենք։